Իշխանությունն ասում է թմբուկ, հեծանիվ, սրտիկ, ֆեստիվալ, դիմացը ունենք այդ ամենից ծաղր, բայց մեծ հաշվով երկիրը դրանից ոչինչ չի շահում, միայն տուժում է։ Լայն հասարակության 90%-ը չի հասկանում ինչ է կատարվում, մարդիկ կենցաղայնացված վիճակում են։ Սա մի հասարակություն է, որը շոկերից դուրս չի գալիս, բայց եւ անտեր է մնացել։ Կա այդպիսի գաղափար՝ անտեր մնացած հասարակություն եւ պետություն։ Եվ երբ մի կարճ ժամանակ անտեր ես մնում, սկսում ես լուրջ խնդիրների, երբեմն անգամ աղետների բախվել։ Եվ մենք այսօր այդ վիճակում ենք։ Մեր մեծագույն խնդիրն այն չէ, որ ունենք մի իշխանություն, որին կարելի է հանգիստ տալ այն որակումները, որոնք տրվում են արդեն գրեթե 8 տարի, մեկը մեկից ճիշտ եւ դիպուկ։ Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ձևավորված չէ այն բովանդակային այլընտրանքը, որը պիտի գա եւ խոսի իր հասարակության հետ, առաջարկի ինչ-որ բան։ Խաշլամայի, սրտիկի եւ հեծանվի այլընտրանքը այդ ամենը ծաղրելը չէ։ Միջին կրթական ցենզ ունեցող ցանկացած մարդ հասկանում է, որ սա տրագիկոմեդիա է, բայց այլընտրանքային քաղաքական ընտրանիների խնդիրը բովանդակություն առաջարկելն է։ Մենք շատ հաճախ մոռանում ենք, եւ դա մեր ազգային հատկանիշներից է, որ Հայաստանը լուսնի վրա չէ, ունի կոնկրետ հարևաններ, տարածաշրջան, ապրում է մարդկության պատմության կոնկրետ ժամանակահատվածում։ Մերձավոր Արևելքը մեծ պայթյունի շեմին է, Եվրոպայի մեջտեղում ընթանում է ծանր պատերազմ, իսկ մենք մեր երկու դաշնակիցների հետ սուր հակամարտության մեջ ենք։ Մեզ սպառնում են նոր պատերազմով, որը մեզ մի անգամ արդեն ջարդել է։ Ինչ բովանդակություն է այսօր առաջարկվում։ Զրոյական։ Եթե պարզ խոսենք, մենք այսօր անբովանդակ պետություն ենք ոչ մի բանի մասին։ Կարելի է մեղադրել իշխանություններին եւ համար մեկ մեղավորն իրենք են։ Ստացվել է այնպես, որ 2018-ին փողոցից իշխանության են եկել մի խումբ պատահական մարդիկ, իսկ թե ինչ է կատարվել հետո պատմությունը կբացահայտի։ Այս իշխանությունը երկրին բերել է պատմական աղետներ։ Ունենք հանրություն, որը մոլորված է, չգիտե ինչպես դուրս գալ այս վիճակից եւ ելքեր է փնտրում մի գրեհիկ ձևակերպման մեջ։ Մեզ պետություն պետք չէ, թողեք հանգիստ ապրենք։ Մեր հակառակորդներն այս ուղերձը շատ ուղիղ եւ պարզ են հասկանում։ Այն է, կարծես թե այս ժողովուրդը դեմ չէ պետություն չունենալուն։ Պիտի ընտրես մի մարդու, ում մեջ հարեշական հայը կա։ Ում ուզում ես ընտրի քո խնդիրն է, բայց պիտի գնաս ընտրես այդ մարդուն։ Ով ոչինչ մեծ բաներ չի խոստանում քեզ։ Խնդրում եմ, այդ սուտ խոստումներին չհավատաք։ Ով կարող է ներկայացնել, թե ինչ պիտի անի, որ հնարավոր լինի դուրս գալ այս իրավիճակից։ Լսեք մարդկանց։ Լսեք ու ընտրեք ինքներդ, բայց ելեք դեպից։ Գնացեք։ Ամենամեծ ողբերգությունն այն է, որ մենք չենք կարողանում այս անիմաստ վիճակի փոխարեն բովանդակություն ձևավորել։ Մենք այսօր անիմաստ պետություն ենք եւ մեզ դա չեն ների, կօգտվեն այդ անիմաստությունից։ Իհարկե սա ժամանակավոր վիճակ է, բայց պետք է հասկանալ ինչ անել, ինչից սկսել։ Լուրջ անհատներից պետք է ձևավորվեն քաղաքական միավորներ։ Հին միավորները պետք է գնան բարեփոխումների, այն աստիճանի, որ պարզ ճակատ դուրս գան եւ ժողովրդին ինչ-որ բան առաջարկեն։ Պիտի ասեն հեծանվից դուրս, սրտիկից վեր կյանք կա եւ հանգիստ ու խաղաղ ապրելու միակ ձևը լուրջ պետություն ունենալն է։ Հանգիստ ու խաղաղ ապրելը վատ գաղափար չէ, բայց առանց պետության այդպես ապրելն ուղիղ ճանապարհ է դեպի աղետ։ Վախենալու է արձանագրելը, որ մեր երկրում, մեր հասարակության մեջ կան հանրային տրամադրություններ, թե կարող է նաև պետականություն չունենանք, բայց վայելենք։ Դա նշանակում է, որ այդ վիճակին կարող ենք հանգել։ Ինչքան էլ որ ծանր կարող է հնչել, ինչքան էլ որ վախենում ենք հիշել դրա մասին, մենք պետք է միշտ հիշեցնենք մեզ, թե ում հետ գործ ունենք։ Մեր դիմացի թուրքը չի փոխվել եւ երկար ժամանակ չի փոխվելու։ Մեր դիմացի թուրքը կարող է փոխվել միայն այն ժամանակ, երբ մեր իդեմս մեզ կտեսնի 3 միլիոն սուր եւ թունավոր փուշ ունեցող ոզնի, որի վրա կվախենա նստել։ Միայն այդ ժամանակ։ Նայենք թե արտաքին աշխարհը, դաշնակիցները, բարեկամները, պոտենցիալ բարեկամները, նաև թշնամիներն ու հակառակորդները մեզ տեսնելիս ինչ պատկեր են վերհանում։ Փորձենք մեզ կողքից նայել։ Պատերազմից 5.5 տարի անց մեր ժողովուրդը չի կարողանում ոտքի կանգնել։ 44-օրյա պատերազմից այսքան տարի անց մեր ժողովրդի ընտրանիները, էլիտաները չեն կարողանում մեր հասարակության հետ պատերազմյան վերականգնման ամբողջական նախագիծ մշակել։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։